Ասելիքս նույնն է։ Սամվել Կարապետյանի փաստաբաններից Արմեն Ֆերոյանը հետ է վերցրել վերաքննիչ բողոքը։ Չեն ուզում, որ դատավոր Արմեն Դանիելյանը մոտ գա գործին, քանի որ ինչպես ինքը դատվողը Սամվել Կարապետյանն է քրեակատարողականից հրապարակած նամակում ասել, Դանիելյանը աչքի է ընկել բացառապես իշխանահաճո որոշումներ կայացնելու վարքագծով։ Սամվել Կարապետյանի կալանքի որոշմամբ նրա իրավունքների ոտնահարման հարցը մի հետ բողոքարկելիս սպառման ենթակա են միայն այն ներպետական միջոցները, որոնք արդյունավետ են, իսկ տվյալ գործով ներպետական միջոցների արդյունավետությունն ամբողջությամբ բացակայում է։ Վերաքննիչ քրեական դատարանի ավելի քան 20 դատավորներից հենց Արմեն Դանիելյանին է մակագրվել բարերարի գործով վերաքննիչ բողոքը։ Այսինքն Փաշինյանի սրտի դատավոր Դանիելյանը պետք է որոշի, ճիշտ է վարվել արդյոք առաջին ատյանի դատարանը Կարապետյանին 2 ամսով կալանավորելու որոշում կայացնելով, ինչ է թե հայ գործարարն ասել է, եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա իրենք իրենց ձևով են միջամտելու եկեղեցու դեմ արշավին։ Սամվել Կարապետյանն ու նրա պաշտպանական թիմը կասկած չունեն, դարձյալ իշխանության երգն է երգելու Արմեն Դանիելյանը, որ դատել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանին, Հայաքվեի անդամ Ավետիք Չալաբյանին, համայնքների ընդդիմադիր ղեկավարներ Արամ Մկրտչյանին, Մանվել Փարամազյանին, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին։ Պետության համը պետք է մնա նրանց բերանում։ Ստացվում է Արմեն Դանիելյանը ԿՊԱ-ականներին օգնելու է այս անգամ էլ պետության համը հայ գործարարի բերանում թողնելու հարցում։ Ակնկալել արդար դատաքննություն Արմեն Դանիելյանից, դա նույնիսկ կրկին կասեմ, ամենաօպտիմիստ մարդը, իդեպ ես ինձ միշտ օպտիմիստ մարդ եմ համարում։ Ուղղակի ողջամտորեն հնարավոր չէ, որովհետև իդեպ սա ոչ թե ինչ-որ մարդկային գնահատական եմ տալիս, սա մասնագիտական հանրույթի տարիներ ի վեր, տասնյակ տարիներ ի վեր կարծիքն է։ Արմեն Դանիելյանը ամենացածր վարկանիշն ունեցող, ամենաշատ բացարկի ենթարկված դատավորներից է, եթե ոչ բացառիկն այս կատեգորիաներում։ Նկատում է Արամ Վարդևանյանը։ Կարող է նաև որոշ։ Փաստաբանը չի հավատում, որ Կարապետյանի գործով վերաքննիչ բողոքը իշխանության սրտի դատավորին է մակագրվել պատահականության սկզբունքով։ Այդ ինչպես հանկարծ համակարգիչը վարչապետի սրտով ընտրություն արեց, գործարարի համար ամենավատ տարբերակն ընտրեց։ Արդարադատության տեսանկյունից ծաղր ուղղակի։ Ըստ փաստաբանի աբսուրդների կողքին մի խայտառակ ռեկորդ էլ կա։ Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը փաստաբանական խումբը բողոքարկել է հունիսի 19-ին։ Գործի քննությունը դատավոր Արմեն Դանիելյանին է մակագրվել ժամեր անց, հունիսի 20-ին։ Առաջին դեպքն է, որ բողոքի մուտքագրման պահից 1 օր էլ չի անցնում ու վերաքննիչ դատարանին հասանելի են լինում գործի նյութերը։ Ավելին, Դանիելյանը հուլիսի 7-ից հուլիսի 25-ը պետք է արձակուրդում լինի, բայց փաստորեն չի լինի։ Արմեն Դանիելյանը որպես դատավոր արդեն տևական ժամանակ է, ինչ հանդիսանում է նաև, սա եւս մի աբսուրդ է, բայց բարձրագույն դատական խորհրդի անդամ։ Դա իրենից ենթադրում է, որ իր աշխատանքային ծանրաբեռնվածությունը պետք է լինի հասցված նվազագույնի։ Այդ ինչպես է ստացվում, որ այս բոլոր հանգամանքների պայմաններում հենց Սամվել Կարապետյանի կալանքի, ակնհայտ ապօրինի կալանքի վերաբերյալ բողոքը այդքան դատավորներից հենց պետք է մակագրվեր Արմեն Դանիելյանին, իսկապես նույնիսկ մեծ ցանկության դեպքում այստեղ չենք կարող այն դիրքորոշում ունենալ, որ սա պատահականություն։ Արամ Վարդևանյանի համոզմամբ Սամվել Կարապետյանին 2 ամսով կալանավորելու դատական ակտը վերաքննիչ դատարանում կբեկանվեր, եթե գործը չեզոք դատավորի մակագրվեր։ Բարերար գործարարին անազատության մեջ պահելու համար են գործը Արմեն Դանիելյանին տվել։ Մեղադրանքը վերաբերում է մի հարցազրույցում հնչեցված մտքին։ Այդ հարցազրույցի բովանդակությունը այլևս քննիչի մոտ է, դրան միջամտություն անել հնարավոր չէ։ Բայց դատարանը առաջին ատյանի գտնում է, որ այդ տեսանյութին հնարավոր է միջամտություն տեղի ունենա։ Դուք աբսուրդի աստիճանը պատկերացրեք։ Մինչ մարդիկ աբսուրդի աստիճանը կպատկերացնեն կամ գուցե արդեն պատկերացրել են, ինչ են անելու Սամվել Կարապետյանի իրավունքների պաշտպանները, որ Հայաստանում անպաշտպան չմնա հայ գործարարը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարան են դիմելու, ասում են նախապատրաստական գործողությունները անհապաղ գանգատ ներկայացնելու ուղղությամբ գրեթե ավարտված են։ Արփիս Քեսյան, Զարուհի Սահակյան, Աշոտ Մնոյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։
Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։